Ողջույն, ձեզ հետ Մալեցի պոդքասթն է, մեր պոդքասթը կոչվում է Արտաքինը ներսից, քանի որ կարևոր փոփոխությունները միշտ սկսվում են ներսից։ Մեր հյուրն է սննդաբան Անի Խաչատրյանը, որը նաև Natural Diet ընկերության հիմնադիրն է։ Ողջույն Անի, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ողջույն Աննա ջան, ես էլ շնորհակալ եմ հրավեր անելու համար։ Անի ջան, սննդաբանությունը հիմա շատ ակտուալ թեմա է ու շատ տեղերում, սոցիալ մեդիայում, այլ հարթակներում տեսնում ենք տարբեր խորհուրդներ, տարբեր կոնտենտ, սննդաբանության վերաբերյալ եւ մասնագետները նույնպես շատ են հիմա, բայց երբ որ դու սկսել ես, կարծում եմ այդ ժամանակ շատ չեն եղել, Հայաստանի մասին է խոսքը իհարկե, ու ինչպես հասկացար, որ կա դրա կարիքը, գուցե կարիքից ելնելով չհասկացար սոցիումի, այսինքն ցանկությունից ելնելով գուցե քո համար որոշեցիր, ինչպես սկսվեց քո ճանապարհը, հետաքրքիր այդ նոր ուղղությամբ, որ որոշեցիր շարժվել։ Սկսվեց նրանից, որ ինքս ձգտում էի մոտ 30 կիլոգրամ քաշ կորցնել, որտեղ ունեի դրա կարիքը, դրսում սովորել տանի ընթացքում, քանի որ չկար մեկը, որ տանը ուտելիք պատրաստեր եւ այլն, ես ինքս դասից գալիս էի հոգնած, Գերմանիայում սովորելու տարիներին ու չէի հասցնում ինչ-որ ուտելիք ուտել, արագ fast food էի ուտում ու մոտս այսպես գիտակցություն առաջացավ, որ ուսումնասիրեմ, այնտեղ արդեն Եվրոպայում շատ տարածված էր, ուսումնասիրեմ սննդաբանություն ու երբ որ փնտրում էի Հայաստանում մասնագետ, ով կկարողանա ինձ օգնել ոչ թե որպես բժիշկ մասնագետ, այսինքն դեղեր չնշանակելով, այլ ուղղակի սննդային վարք փոխելով եւ որ չլինի դա օրինակ ցուցակ, մեր բժիշկները հիմնականում առաջ նախկինում տալիս էին ցուցակ, որտեղ կար մթերքների ցանկ, որ պետք է դա ուղղակի բացառես կամ ավելացնես քո սննդակարգում, այլ ինձ պետք էր հիմնային սննդային վարքի փոփոխություն, որը պետք է մեզ սովորեցնեն մանկուց, բայց քանի որ ես արդեն մեծացել էի ու չէի կարող այդ սննդային վարքս փոխել, ինձ պետք էր մասնագետ։ Ու չգտա այդպիսի մասնագետ, հիմնականում ռուսական շուկայում էին նման մասնագետները, ովքեր բավականին մեծ հաջողություններ ունեին գրանցած, որոշեցի, որ ես պետք է սովորեմ այդ մասնագիտությունը ինձ օգնելու, հետագայում նաև հայ կանանց օգնելու համար, դա դեռևս 2018-19 թվականներ։ Ու ստացվեց մոտս, ես մոտ 8 ամսում, բավականին կարճ ժամանակահատվածում կորցրեցի այդ 30-32 կիլոգրամ եւ սկսեց այդ ճանապարհը ավելի խորացված սննդաբանություն, տարբեր երկրներում ուսում ստանալով, թե on-line, թե off-line տարբերակով, հետագայում արդեն այնքան, այսպես ասած, հիմնային դարձավ այդ ամենը, որ որոշեցի նաեւ ոչ միայն սննդակարգեր կազմել, այլ նաեւ սննդի առաքում ստեղծել Հայաստանում, որը կլինի իր կոնցեպտով տարբերվող, ճիշտ համադրված մթերքներով, թարմ ծովամթերքով եւ ամենակարևորը ոչ պլաստմասային տարաներով, այսինքն քրաֆտի թղթի տարաներով առաքում։ Ամեն ինչ մտածված է։ Այո։ Անի, այ երկրների մասին խոսացինք, ինչպիսին է տենդենսը աշխարհում, քո կարծիքով եւ ստատիստիկայի բնականաբար, արդյոք աճում է ճարպակալումը, թե իջնում է, գիտենք, որ երկրներ կան, որտեղ սով կա նույնիսկ, դեռ եւ երկրներ կան, որտեղ գեր օգտագործում է մթերքի գնում, վատնում նույնիսկ, ոնց է տենդենսը առհասարակ, ճարպակալումը աճում է, թե նվազում է աշխարհում։ Չէ, վերջին տվյալներով 2024 թվականի ուսումնասիրություններից ելնելով դեռևս աճում է, գնալով 12% մոտ աճել է եւ այս անգամ ավելի այսպես հատկացուցիչ էր, որ տղամարդկանց մոտ է աճել, որտեղ նախկինում հիմնականում կանանց մոտ էր լինում հետծննդաբերական դեպրեսիաներ, կանայք ավելի շատ էմոցիաներ, այսպես ասած, ուտող են եւ ավելի շատ են գիրանում, իսկ այս երկու տարիների ընթացքում 23 եւ 24 թվականի հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց մոտ է աճը, նույնպես Հայաստանում էլ է այդպես, տղամարդկանց մոտ է ավելի շատ աճը, քան կանանց, կանայք սկսել են ավելի շատ հետևել եւ ավելի այսպես իրենց արժեվ նպատակ դնել, որ քաշի կորուստը պետք է լինի կյանքի որակի փոփոխության հիմք։ Իսկ ինչ վերաբերում աշխարհում հիմնականում, եթե առանձնացնեմ, այդպես ավելի շատ ճարպակալումը տարածված է Միացյալ Նահանգներում, ավելի կապիտալիստական երկրներում է, որտեղ որ այնպիսի մարքեթինգ է արվում, որ սնունդը չպետք է մտնի տուն, այլ այսինքն
այսինքն պետք է ռեստորաններում սնվել fast food-ի տարբերակը դեռևս աշխատում է եւ մարդիկ այնպիսի աշխատանքային ռեժիմ ունեն, որ իրենք ժամանակ չեն գտնում ոչ մի տեսակ ընթրիք պատրաստել, ճաշ պատրաստել, նախաճաշ անել, որովհետեւ արագ դուրս են գալի գործի, գնում են ռոբոտացված աշխատանքի եւ դրա համար նման երկրներում դեռևս ճարպակալում կա, որովհետեւ fast food-ի այդ ռեստորանները, fast food-ային ռեստորանները դեռևս տարածված են։ Միացյալ Նահանգներ են, Չինաստանն է բավականաչափ աճ ցույց տալիս Չինաստանը, չնայած առաջի հայացքից, որ ասիական երկրները պետք է շատ բան չլինեն։ Չէ, Չինաստանը նույնպես, այլ ինչ երկրներ կան։ Կորեա։ Չէ, իրանք դիսցիպլինա է, Կորեան, Ճապոնիան ավելի դիսցիպլինա։ Եվրոպայի մասին ինչ կասես, Անի, որովհետև տեսնում ես ամբողջ օրը պաստա են ուտում, օրինակ իտալացիները եւ շատերը գեր չեն։ Եվրոպացիները ԻԾՆ է, երբ որ սկսվում է արդեն իրենց մոտ 3 տարեկանից սկսած, իրենց մոտ սննդային սովորություն ճիշտ են ձևավորվում, որովհետև իրենք ունեն ռեժիմներ։ Օրինակ, եթե վերցնենք ֆրանսիացիներին, իրենք ունեն հատուկ լանչի ռեժիմ, ժամը 12-ն է, անգլիացիները թեյախմությունից սկսած մինչև իրենց ընթրիկը կրկին ունեն ռեժիմ, այսինքն այդ ընտանեկան սննդային սովորությունը ճիշտ է ձևակերպված։ Իտալացիների մոտ էլ այդ պաստա խմորային ասվածը մենք մի քիչ ուրիշ ձև ենք պատկերացնում, բայց իրենք այլ ձև են այդ ընթրիքը անում, ճաշը անում, իրենք են պատրաստում նախ, այսինքն իրենք իրենց մակարոնեղենը իրենք են պատրաստում, ոչ թե խանութից գնում են։ Եվ բացի մակարոնեղենից սեղանին ուրիշ բան չի լինում, միայն լինում է մակարոնեղեն, գինի եւ ուտում են դանդաղ, պլյուս շատ ակտիվ կյանք են վարում, որովհետեւ հիմնական ծովափնյա երկրներ են եվրոպական այդ երկրները եւ անդադծովի ափին, անդադ քայլել, զբոսնել եւ ակտիվ կյանք վարել եւ պլյուս ունեն ճիշտ սննդային սովորություններ։ Օրինակ մենք գիտենք, որ ծովախեցգետնով պաստայի վրա, այսինքն մենք սխալ ենք անում, պարմեզան ենք լցնում, պանիր ենք լցնում, ցանկացած սպիտակուցային ուտելիքերը պարմեզան ենք ավելացնում, իսկ իտալացիները ոչ մի տեսակ սպիտակուցային պաստաների վրա չեն ավելացնում պարմեզան։ Սննդային ճիշտ ձևավորված սովորություններ ունեն, որոնք գալիս են տարիներով, դարերով, ես կասեի։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև կարող եք մեզ գտնել Spotify-ում եւ Apple Podcast-ում։ Համաձայն եմ թվացյալ փոքր սովորությունները, հա, օրինակ ինչ որ մի բան ուտել կետչուպով կամ առանց կետչուպի, ինչ որ ըմպելիք խմել շաքարով կամ առանց, հա, թվում է թե փոքրիկ ինչ որ մաս է մեր սննդակարգի կազմում, բայց ինձ թվում է հենց այդ փոքրիկ սովորությունները գումարվելով ազդում են ճիշտ սննդակարգի վրա, ձևավորման վրա, այ Հայաստանում ինչ վիճակ է, անի ստատիստիկ տվյալներով կամ քո հետազոտությամբ, որ տեսնում ես, ինչ վիճակ է Հայաստանում, ինչ սննդային սխալ սովորություններ ունենք, ավելի շատ կուզեի ճարպակալման տոկոսը գնահատեիր, ինչքան է ճարպակալման տոկոսը։ Տղամարդկանց մոտ, եթե հաշվար կանենք 18.5%, ընդհանուր 4-րդ տղամարդը եւ 4-րդ հաշվարկային կին մոտ 16.2% ճարպակալման տոկոսը այդքան է Հայաստանում։ Ես ավելի շատ էի պատկերացնում, գիտես։ Դե հիմա արդեն սկսել են բավականին այսպես մարդիկ մտածել իրենց առողջության մասին, պլյուս ես կարող եմ նշել, որ պետությունը նույնպես շատ խստորեն դրել է այս տարի այդ քայլը, այո, առողջապահության նախարարության կողմից օրենքով որոշում կայացվեց, որ պարտեզներում այլևս չպետք է շաքարավազով ուտելիքներ լինեն եւ եթե օգտագործվելու է շաքարավազ ինչ-որ թխուկների կամ թխվածքաբլիթների մեջ, ապա դա գոնե ընդամենը 5 գրամ պետք է կազմի, ոչ ավել, եւ կոֆեին պարունակող խմիչքները հանեցին, որը մեր հետ սովետական բոլոր պարտեզներում կար, թեյերը, մենք դրա վրա ենք այսպես ասած մեծացել։ Հիմա որ այսպես ասած պետականորեն շատ խիստ դրվում է, հուսամ դպրոցներում էլ այդ հարցը կլուծվի, պլյուս մայրիկները այս ինտերնետի դարում շատ խստացված հետևում են, որ բալիկների այդ լանչ բոքսերը ճիշտ պատրաստեն, ավելի բալանսավորված լինի, մի տեսակ այսպես ասած նորաձև է դարձել առողջ սնվելը, որովհետև եթե մայրիկները ամաչում են օրինակ որ բալիկը խանութում նուտելա է ուզում կամ խանութում ինչ որ քաղցրավենիք է կամ ընդհանուր նստած տեղը բալիկը առաջինը ֆրին է ուտում, ոչ թե օրինակ միսը, մայրիկների մոտ այսպես մի տեսակ կաշկանդացություն է առաջանում, ավելի շատ ամաչում են եւ փորձում են դա, քանի որ իրենք դրա վրա են մեծացել, այդպես են իրենց սովորացրել, որ մենք այնպիսի սերունդ ենք, որ մեզ կոպիտ ասած ինչ տվել են, կերել ենք, որովհետեւ շտապ պետք է գնայինք դպրոց, մայրիկը արագ մի հատ բրդուճ է պատրաստել, հաց ու կարագով, քաղցր թեյով տվել է, որ մենք խմենք։ Հիմա մենք փորձում ենք այդ վատ սննդային սովորությունները բալիկների
մոտից հանել, չնայած մենք մեր վրա աշխատելով մեզ համարել է դժվար, բայց ոնց որ տենդենսը փոխվում է ու մայրիկները ավելի այսպես խստապահանջ են, ավելի լավ հետևում են իրենց բալիկների սննդակարգին։ Եվ կարող եմ առանձնացնել, որ ընտանեկան սննդային վարքի վատ կողմերից, որ մենք ունենք դեռևս, ես նման վիդեո էի նկարել, շատ եւ լավ արձագանք ստացա մեր սերնդակիցների կողմից եւ վատ արձագանք ավելի ավակ Facebook-ի տյոթյաների կողմից, որ մենք որ այդ կամպոտները սարքում ենք, ես նշել էի 6 վատ սովորություն, որ մենք ժառանգել ենք սովետական միության տարիներին, դա այդ հացով, կարագով թեյ խմելը, գնալ դպրոցը, դա շաքարավազով կամպոտներ, մուրաբաներ պատրաստելը, տաք ապուրները պարտադիր ներառել բալիկի սննդակարգում, որ բալիկի աղիները լավ գործեն, մի քանի սննդային սովորություններ, որ ես նշել էի ու բոլորը այսպես մեծ մասը ինձ ողջունել էր, մյուս մասը քարկոծում էր, որ մենք այդ կամպոտների հիմա էլ ենք պատրաստում, բայց դա իրականում սխալ մեթոդ է, որը մինչև հիմա մենք փորձում ենք։ Այդ շաքարավազ ասվածը, որ մենք հանենք մեր տներից, ինչ որ ձևով արդեն մոտ կլինենք առողջ ապրելակերպ։ Իմ մոտ միշտ տպավորություն է եղել, որ երբ որ մայրիկը չափազանց մեծ ուշադրություն է դարձնում, վայ հանկարծ նուտելա չուտես, վայ հանկարծ լիմոնադ չխմես եւ այլն, էդ էլ ինչ որ լրացուցիչ ֆիքսացիա է առաջացնում երեխայի մոտ, որովհետեւ շրջապատը մի փոքր միևնույն է օգտագործում, այն իրանք հաճախում են ծննդյան ինչ որ արարողություններ եւ այլն։ Բնական է, որ ամեն մեկս ունենք ինչ որ շրջապատ, որը որոշակի սովորություններով նման է մեզ, բայց ինչ որ բաներով էլ տարբեր է եւ դա տեսնում է երեխան։ Ասեմ իմ մեթոդը երևի չգիտեմ ինչքանով է դա ընդունելի թե չէ, արգելքներ չկան, այսինքն երեխաները կարող են ուտել ամեն ինչ, բայց դա չկա առօրյայում, այսինքն չկա մշտական տանը, մշտական, օրինակ, եթե ինչ-որ շաքարով շոկոլադ էլ վերցնում ենք կամ ունենում ենք տանը, եթե դա վերջանում է, ես չեմ շտապում հենց նույն օրը լրացնել դրա տեղը, այլ փորձում եմ տալ որոշ ժամանակ, որ նույնիսկ եթե երեխան խնդրում է, ուզում է կամ ցանկանում է, որ չկա, հիմա շատ արդեն կլինի, շատ հաճախ ես ուտում կամ մոռացա վերցնել, բան, որ շատ հաճախ չլինի այդպես ու աշխատում եմ պահել օգտակար սննդի տոկոսը բարձր, որպեսզի չհագեցված այդ վիճակից քաղցրի պահանջը բարձր չլինի, բայց խիստ արգելքներ չունեմ իրականում շաքարի վերաբերյալ։ Ես կարող եմ խորհուրդ տալ այդ առումով, որ սկսած 3 տարեկանից պետք է խոսալ բալիկի հետ, ոնց որ մենք հիմա այսպես խոսում ենք ու ես իմ բալիկին կոնկրետ այսպես եմ ասում, արի փորձենք, եթե հավանես, ես քեզ կբացատրեմ, թե ինչից է բաղկացած եւ պարտադիր երբ որ սուպերմարկետ ենք մտնում, ես փորձում եմ այսպես թեքում եմ տարան եւ սկսում եմ կարդալ ու ասում եմ նայ վատ բաներից ու ինչ որ վատ անուններ եմ տալի, դե ինքը չի հասկանում երը որն է, այլ ասում եմ նայ լիքը շաքարավազ կամ էջը, որը այնպես կանի, որ քո մազերը լավ չի աճի կամ այո, պետք է մեծի նման բացատրել եւ եթե փորձում ես, օքեյ, հավանեցի, որտեվ քաղցրը ես կարծում եմ այնպիսի լեզվի վրա այնպիսի ռեցեպտորների վրա այնպես աշխատում, որ հավանում են բալիկները եւ եթե հավանում է, շատ լավ, փորձեցինք, մյուսը կփորձենք, երբ որ էլի կգանք այդ խանութ, բայց դա արդեն ձեր նման ոնց որ ուշ է ստացվում, այսինքն հեռու ենք պահում այդ ամենից։ Հնարավորինս հեռու, օրինակ չկա մեր տանը կոլա կամ ինչ որ տենց գազավորված ըմպելիքներ ու պլյուս ես աշխատում եմ հետևել ինքս ինձ, այսինքն մեծ օրինակ որպես այո, որպես օրինակ երբեք երեխան չի տեսնի, որ ես կամպոտով, ասենք, ինչ որ մի բան կարող է մի անգամ խմեմ, հա, բայց դա սովորություն չի եւ մանկուց չեմ սովորացրել, որ անպայման ինչ որ բան պետք է խմել ուտելիքի հետ, անպայման ինչ որ գազավորված մի բան պարտադիր պետք է օգտագործել, հա, անպայման հացով ուտել, հաց իհարկե օգտագործում ենք չափավոր, աշխատում եմ ուշադրություն դարձնել իր բաղադրությանը եւ այլն, բայց ամեն ինչ sense չափի մեջ, հույս ունեմ, որ կխուսափեմ շատ վատ հետևանքներ սխալ սննդային վարքի ձևավորման, բայց շատ էլ աշխատում եմ այդ չֆիքսեմ ուշադրությունը, որ ամեն վարքյան դու մտածում ես ինչ կերար եւ այլն։ Եվ նույնը ձեզ է հետևելու։ Հա, հետևելու միանշանակ, իմ մասին էլ պատմեմ, իմ սննդային վարքի ձևավորման մասին, ասեմ, որ մայրս մանկաբույժ է ու շատ ճիշտ է այն առումով, որ պետքա խոսել մեծի
մեծի պես պետք է խոսել երեխայի հետ ու էլի մեր տանն էլ երբեք չեն եղել արգելքնել, այ պաստա մի կեր կամ ինչ որ մակարոնեղեն մի կեր եւ այլն, ասենց կողքից մաման են որ ասենց արժե զրկել է, որ այ ես դատարկ կացխաջրեր է, արժի որ ուտում ես, ասենց թեթև, այն որ ասենց ականջդ լսում է, հա, մի տեսակ արժի որ սա ուտես, օրինակ էս օգտակար միսը թողած կամ արժի որ այսքան կարակ լցնենք, ասենց շատ թեթև ակնարկներով ու իմ ուղեղի մեջ առանց որևէ բռնության դա ձևավորվել է։ Ես չեմ ասի որ ես ամենաառողջ սնվողն եմ, իհարկե քաղցրել եմ երբեմն օգտագործում եւ այլն, բոլորիս կյանքում է ստրես կա, զայդանյա ստրեսը ռուսերեն կներեք արտահայտվեցի, բայց այդ ուտել է էմոցիաները, բայց ամեն դեպքում ինչ որ բաներ կա, որ մամայի ձայնը հերվից լսում ես, այ հակառակը կասեմ, տատիկս շատ համեղ հայկական խոհանոց էր պատրաստում, բայց աղա մի քիչ շատ էր անում ու ես սովորել էի դրա։ Հա, հետո ժամանակի հետ հասկացա, որ պետքա սահմանափակել ու հիմա փորձում եմ հնարավորինս չավելացնել, եթե ինչ որ պատրաստի բան եմ ուտում, երբեք չեմ ավելացնում, նույնիսկ եթե զգում եմ դրա կարիքը ու հորդորում եմ ծնողներին, տատիկներին, պապիկներին, որ եթե երեխան չգիտի այդ աղով, շատ շաքարավազով ուտելիքը որն է մանկուց, ինքը սովոր չի այդ համի ուժեղացուցիչներին, ինքը չգիտի դա ինչպես է, ինքը սուր զգում է, օրինակ բրոկոլի համը, ինքը շատ համեղ զգում է գազարի համը, ինքը դրան է սովոր, դրա համար չարժի մանկուց երևի սովորացնել, չէ, այդ ամեն ինչը։ Հասկացանք, որ կանայք կարծես ավելի շատ են, խոսքիդ մեջ հասկացա, դիմում քեզ, ինչի հետ է կապված, որ կանայք են ավելի անհանգստանում իրենց ավելորդ քաշի համար։ Տղամարդիկ մի քիչ դժվար են գալիս այդ կետին, որ ժամանակն է արդեն յալի, որտեվ միշտ զբաղված են, միշտ այսպես քեֆ անելու առիթներ ունեն, տղաներով խմելու, ուտելու եւ այլն։ Ու միշտ շատ դժվար են այդ կետին գալիս, իսկ գալիս են այն ժամանակ, երբ որ ճնշման տատանումներ են ունենում, սրտանոթային խնդիրներ, այո, առողջական խնդիրներ եւ ակամ հենց բժիշկը ցուցում է անում, որ վերջ պետք է անցնեք սննդակարգի։ Իսկ կանայք էլի եմ ասում, ոնց որ նորաձևություն է դարձել նիհար չէ, առողջ լինել, լավ կազմվածք ունենալ եւ ամենակարևորը լավ սնվել։ Ավելին ասեմ, սրճարանները արդեն դիմում են ինձ հատուկ մենյու կազմելու, որը պետք է լինի առողջ սննդային ճիշտ համադրված, ոչ թե սոուսներով, ոչ թե կետչուպներով, եւ մարդիկ գալիս են հենց այդ սննդակարգի այդ մենյուն են ուզում, որտեղից որ պատվիրեն, որ լցված չի մայոնեզ, լցված չի ինչ-որ տարբեր տեսակի սոուսներ։ Այո, մեծ տեսականի կա եւ հիմա հենց այդ կոնցեպտով սրճարանները առաջնորդվում են, որովհետև մի տեսակ այսպես vibe է մտել քաղաք, որ պետք է դա եկավ երևի կոവിഡից հետո, երբ որ մենք փակված էինք շատ եւ անդադ տանը պատրաստում էինք, անդադ ուտում էինք եւ ավելորդ քաշեր, որ ես հիշում եմ բոլորը այդ ժամանակ աշխատանք չունեին, ընկերներս ասում էին մենակ քո աշխատանքն է այսպես լավ վիճակում, որովհետև շատ էր, ես հիշում եմ մենք մի հատ պրոյեկտ էինք արել տրեյներներից մեկի հետ on-line, երևի մոտ 600 աղջկա հետ աշխատեցինք COVID-ի այդ ժամանակահատվածում, որտեղ աղջիկներս ձգտում էին սպորտզալեր, սննդակարգ, բայց դե հնարավոր չէր դուրս գալու եւ լավ հիշում եմ, որ այդ ընթացքը այսպես օգնում ենք տնից աղջիկներին, այո, բումեր իմ աշխատանքի առումով։ Փաստորեն 600 հոգի post-COVID-յան ճարպակալումից փրկել է սանի տարբեր երկրներից եւ հետո COVID-ից հետո այսպես որ մենք դուրս եկանք, միանգամից մենք փնտրում էինք արդեն ոչ թե տան ուտելիք, այսպես հնդկածավար կոտլետային ինչ որ բաներ, այլ մենք փորձում էինք արդեն այնպիսի ուտելիք, որը կարոտել ենք սրճարանում, բայց նաեւ փորձում ենք այնպիսի բաներ ուտել, որ շատ կալորիա չունենա, որովհետեւ հոգնել էինք տանը ուտելուց, նստելուց, շատ կալորիաներ այսպես կուտակելուց եւ սրճարանները այդ պահը բռնեցին եւ սկսեցին այսպես սննդաբանների հետ համագործակցել, ստեղծել սննդակարգեր, մենյուներ, որոնք որ ավելի առողջ կոնցեպտով են մատուցվում, այսինքն ճիշտ համադրված, ինչպես որ բանջարեղենը կա, միայն ավելացնում են զիթայուղ կամ կիտրոնի հյութ եւ ավելի լավ է քո ռեցեպտորներն աշխատում, այսպես այդ սոուսային համերը ավելի դժվար է վերհիշում, ոնց որ COVID-ի ժամանակ մենք այդ ամենը ուտում էինք։ Օրինակ ես կուզեի սիրով գնալ մի սրճարան, միտեղ, որ նշվում են նույնիսկ սպիտակուցների, ածխաջրերի պարունակությունը, այն որ ասում աշխատանքի բերումով չի ստացվում հաճախ, քանի որ երբ որ քաղաքում եմ գրեթե չի լինում, որ աշխատանքից բացի ուրիշ տեղեր շատ հաճախ եմ,
բայց եթե ստացվում է, շատ սիրով կգնայի այդպիսի տեղ, որտեղ դու քո ուղեղը շատ չես լարի մտածելով ինքնուրույն, թե այս պահին ես ինչ եմ ուտում, դժվար է ընտրել։ այո, գրեթե անհնար էր գտնել մաքուր սնունդ։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև կարող եք մեզ գտնել Spotify-ում և Apple Podcast-ում։ Որ կետերն են, որ բերում են հոգեբանական խնդիրների, սննդային վարկի խանգարումների, գուցե դա նկատել ես հենց հայկական ինչ-որ առանձնահատկություններ, որ մանկուց բերում են ու շատ հաճախ ես տեսնում, գուցե աշխարհում և Հայաստանում դրանք նույնն են։ Տեսեք, ցանկացած հոգեբանական խնդիր, եթե վերագրենք ուտելուն, ապա գայս է մանկուց, մեր մանկական սննդային վարքը ինչպես ձևավորվել է եւ գենետիկորեն բնականաբար։ Քանի որ մենք այնպիսի տարածաշրջանում ենք բնակվում, որտեղ նախկինում մեր տատերը, պապերը ուտելիքը պահեստավորել են, որովհետեւ ուտելիքը քիչ է եղել, գտնելը դժվար է եղել եւ հիմնականում պահեստավորել են։ Մենք այսպես ասած սովորել ենք պահեստային ուտելիքներ ուտելուն, կոպիտ ասած։ Իսկ օրինակ եթե վերցնենք Հունաստանը, միջերկրածովյան խոհանոցին մոտ գտնվող երկրները, քանի որ փռված է ծովին մոտ է, անթադ ծովից ինչ որ մի բան որսալ, ծովամթերք եւ այլն, այդ կապույտ կանաչ տարածքների բնակիչները իրենք կոչվում են կապույտ զոնաներ, blue zones, նման երկրների մարդիկ ավելի երկարակյաց են, ավելի ճիշտ սննդային վարք ունեն եւ ավելի ճիշտ համադրված ափսեներով են ուտում։ Իհարկե տեղանքը շատ կարեւոր է։ Եվ քանի որ մենք եւ քրիստոնեական սովորություններ ունենք եւ այդպես հին սարերում բնակվելու, օրինակ վերցնենք մեր ուտելիքներից տհալը, տոլման, հարիսան, որոնք շատ կալորիականություններ ունեցել, որ մենք ուտենք երկար ճանապարհ գնալու համար կարողանանք էներգիա ունենալ։ Եվ այդ ծննդային սովորությունները կամաց միախառնվելով արդեն սովետական միության երկրների սովորությունների հետ եկել են մեր կենցաղ։ Վերցնենք նրբաբլիթներ, վերցնենք կիևյան այդ կոտլետները, տարբեր տեսակի խմորեղեններ, բլինչիկի նրբաբլիթի այդ լիստերը, որոնք մեր խոհանոցում կատեգորիկ չեն եղել, կամաց մտան մեր խոհանոց, իսկ Ռուսաստանը, քանի որ ավելի ցուրտ տարածաշրջանում սովետական այդ հատված, այո, խմորը, այդ տաք ուտելիքները շատ էր տարածված, որը եկավ մեր խոհանոց։ Եթե մենք վերցնենք, ֆիլտրենք, հայկական խոհանոցը առանձնացնենք, կտեսնենք ինչքան նրբագույն աղցաններ կան, տարբեր տեսակի փիփերթով ապուրից սկսած ավելուկով, որը մեր ականջին մի քիչ դժվար է լսել է, բայց իրականում հենց մենք ավելի այսպես լիբանանյան, սիրիական խոհանոցի մոտ խոհանոց ունենք, ավելի հոգեհարազատ է մեզ արևմտյան Հայաստանի, իսկ արևելյան Հայաստանի խոհանոցը միախառնվեց սովետական միության երկրների խոհանոցի հետ եւ դարձավ այսպես դուրս եկավ, այո, ավելի ծանր խոհանոց դարձավ եւ մենք հենց այն սերունդն ենք, որ մեծացանք այդ թեյ խմելով, ամեն ինչի այդ թեյ օգտագործելով շաքարավազով, որ ավելի էներգիա ունենանք, դասի գնանք, այդ աշխատեն, բանվորականություններ, օրինակ սովետական միությունը չէ, պրոպագանդում էր, որ աշխատողները եւ այլն, գիտես, եթե հետևենք հայերեն, չգիտեմ ձևակերպումը, теория заговора, այդ տեսակետի, որ ամեն ինչ մտածված է լինում եւ նաեւ քաղաքական մտածվածություն պլանավորում կա, նույնիսկ սննդի մեջ ես այդ նկատում եմ, սուպերը եւ այդ ապուրները, ինչի համար էր, որ օրինակ մի հատ հավով մի ամբողջ ընտանիք գերդաստան կարողանար ուտեր ու մի բան հասկանար, այսպես ասած, արագացված ինչի հենց Ռուսաստան եւ հարակից երկրներում տարածվեց խմիչքը, որտեղ խմիչքը տաքացնում էր եւ դա հենց պետականորեն որոշված էր, որ այդպես պետք է լինի եւ մարդկանց կոպիտ ասած ալկոհոլի մեջ գցեցին եւ միջև հիմա ռուսները փորձում են մաքրվել դրանից եւ ավելի կրթված մոտենալ այդ ամեն ինչին։ Իսկ ինչ վերաբերում է մեզ, մենք ոնց որ այսպես արդեն դեպի եվրոպական խոհանոցին ենք փորձում մոտենալ, ավելի բոլեր, աղցաններ, տարատեսակ այսպես կանաչիներ եւ նաեւ ամեն ինչ փոխվեց, երբ որ սկսեցինք շատ ճամփորդել, որովհետեւ մի հատ բում սկսվեց, որ ճամփորդություններ սկսեցինք անել շատ Եվրոպա գնալ եւ այլն, եւ այդ լավ սովորությունները ֆիլտրել ու բերել մեզ մոտ։ Եվ լավ
եւ մի քիչ էլ վատ, ճիշտն ասած, ճամփորդությունների ժամանակ մեկ-մեկ ասում են, լավ, մի անգամ ենք ապրում, ամեն ինչ փորձում են, խառնում են իրար ստորիներով, բանով հետևում ես, պաղպաղակը նկարեց, գցեց, չգիտեմ, դե բաոն նկարեց, վրայից գցեց եւ այլն։ Ես մի հատ լավ խորհուրդ կարող եմ տալ, ուղղակի աշխատեք տվյալ օրը մի 20,000 քայլ քայլել, եթե այդքան պետք է խառնել։ Գոնե որ հալվի մաշվի, որ այդ կալորիաները չմնան, գոնե։ Բայց համաձայն եմ, ամեն դեպքում մաքուր սնունդ ուտելը ճիշտ է կամ գոնե մեկ-մեկ չէ, այդ չիթ միլերը։ Դե եթե Իտալիայում ես օրինակ որոշել ես կամ պիտի ինչ-որ ջելատո ուտես կամ տիրամիսու, օքեյ, խնդիր չի, բայց գոնե շատ քայլիր, որ կոմպենսացնի կալորիաների ճիշտ բաշխում լինի։ Որը ամենամեծ դժվարությունը, որ քեզ դիմում են այցելուները, հաճախորդները, որ փուլում է ամենադժվարը, որ չհանձնվեն ու որն է այդ դժվարությունը, օրինակ մեկին հուսահատեցնում է, որ դեռ չի իջնում քաշը, մեկին որ արդեն իջել է, ինքը դրանից ոգևորվում է, կանգնում է եւ այլն, որ փուլում են ավելի շատ հանձնվում, արդյոք հանձնվում են եւ կան արդյոք դժվարություններ։ Ես չունեմ հանձնվող աղջիկներ ու կանայք, որտեղ ես երբ որ սկսում եմ միշտ ասում եմ, որ ես աշխատում եմ ձեր ուղեղի հետ, այլ ոչ թե ձեր փորիկի, ճարպերի հետ, այո, ստամոքսի հետ։ Հենց առաջին շաբաթից սկսած ծննդային վարքի այնպիսի փոփոխություն է լինում, որ իրենք արդեն էլ հանձնվելու տեղ չեն ունենում։ Եթե օրինակ ինչ որ առիթներ, չգիտեմ, հարսանիք եւ այլն նման բաների մասնակցում են, ես միշտ խորհուրդ եմ տալիս, որ պետք չի օրինակ ուտելիքը կամ իմ ուղարկածը կամ իմ գրածը վերցնել եւ տանել, այլ ես ես խորհուրդ կտամ ինչպես օգտվել սեղանից։ Այսինքն ես հենց այդ քայլով փորձում եմ իրենց սովորեցնել ճիշտ ծննդային վարքի, որ եւ նման առիթների կարելի է ճիշտ ընտրել սեղանից ուտելիք եւ տանը ինքներդ կարող եք պատրաստել կամ նաեւ պատվիրել։ Իսկ որպես այդպիսին դժվարություն հիմնական հետծննդաբերական շրջանում գտնվող կնոջ հետ է շատ դժվար աշխատել, հորմոնալ ֆոնը շատ լրիվ ուրիշ վիճակում է, պրոլակտինը բարձր վիճակում եւ այո, նյարդեր եւ հիմնականում հայկանայք ապրում են դեպրեսիվ վիճակ, բայց չեն կարողում դա ընդունել, չեն պատկերացնում, որ դա հենց դեպրեսիան է։ Այդ ինչ ձևերա, չէ, սենց վիճակը։ Այո, այդ ձևերա, մենք էլ ենք մամա եղել, չէ։ Բայց երբ որ դեպրեսիան արդեն գալիս ու դուրը թակում է, դու չես իմանում, դա մեզ չեն սովորացրել, մենք չգիտենք դա ինչ է, այո, մենք դպրոցում չենք անցել նման հոգեբանական բաներ եւ ես հասկանում եմ, որ հենց դեպրեսիայի մեջ գտնվող կինը սկսում է դժգոհել պորցիաներից, սկսում է դժգոհել բամիրքի ինչի է քիչ եւ այլն։ Եթե առանձնացնեմ, ամենադժվարը հետծննդաբերական շրջանում գտնվող կանանց հետ է եւ դրա համար ես միշտ ասում եմ, խնդրում եմ մենք կաշխատենք, երբ որ 6 ամիսը գոնե կլրանա, դուք մի հատ ուշքի կգաք, հետո նոր մի շտապեք, այդքան շուտ ազատվել ձեր կիլոգրամներից, միևնույնն է ազատվելու եք։ Այ անիվոր դիսցիպլինաներն են, որոնք քեզ օգնում են քո պայքարում հաճախորդի հետ միասին, արդյոք հաճախ է լինում, որ դու աշխատես եւ դու եւ էնդոկրինոլոգ զուգահեռ կամ հակառակը էնդոկրինոլոգը խորհուրդ տա, որ սննդաբանել անհրաժեշտ կամ օրինակ ոգևորելու համար ավելի արագ արդյունքների համար պացիենտները, հաճախորդները կամ դիմեն քոնը եւ պացիենտը եւ հաճախորդը դիպեն օրինակ նաեւ մարզիչների, նաեւ ապարատային պրոցեդուրաներ անեն, որոնք մետաբոլիզմը կարագացնեն, ակտիվացնեն եւ ավելի ոգևորող արդյունքներ կունենան իրենք հաճախա լինում այդ համաձայն։ Այո, պարտադիր նախքան սննդակարգ կազմելը եւ գրելը համագործակցում եմ էնդոկրինոլոգի հետ եւ որտեղ ինձ պետք է հորմոնալ անալիզներ, հորմոնալ ֆոնի մասին գաղափար ունենալ, կապ չունի հղի է, հետծննդաբերական շրջան է, կերակրող մայրիկ է, ցանկացած պարագայում, եթե սկսում ենք սննդակարգ, պետք է իմանալ ինչ վիճակում է, որտեղ կանայք կան, չգիտեմ, օրինակ ունեն բարձր ինսուլին, կամ չգիտեմ, այնտեղ հորմոններ կան, լեպտին, պրոլակտին, տարբեր տեսակ հորմոններ, որ կինը չի իմանում, այո, եւ ես միշտ խնդրում եմ, որ գոնե 6 ամսվա կտրվածքով, վերջին 6 ամսվա կտրվածքով ինձ անալիզների ցանկ է պետք։ Որպես այդպիսի մարզումներ, եթե վերցնենք, ամենալավ խորհուրդը, որ տալիս եմ այդ ճանապարհ սկսող կնոջը, որ արագ տեմպով քայլ քանի, գոնե օրվա մեջ 7000-ից 10000, դա ամենաֆունկցիոնալ, ամենաճիշտ աշխատող
հեշտ, որ չի պահանջում գնալ սպորտզալ, Այո, եւ մնալ ամենահեշտ պրոբկաների կամ խցանուկների մեջ եւ այլն եւ այլն։ Եվ ոչ թե մի գծով քայլել, դա էլ շատ կապ ունի, այլ անդադ ճանապարհը փոխել, այդ շատ կարեւոր է։ Իսկ եթե տվյալ անձը մարզվող է նաեւ, ունի մարզիչ, ապա ես խորհուրդ եմ տալիս, որ մարզիչները հիմնականում խորհուրդ են տալիս սպիտակուցային սննդակարգ, բայց ածխաջրին սովոր կինը, որ սկսում է ճանապարհը նիհարելու, ճիշտ սննդակարգ ձեռք բերելու, մի փոքր դժվար է իր համար անմիջապես անցում կատարել այդ ճաշակի բանով, չէ՞։ Այո, այդ պրոտեինային չի պատկերացնի չուտի։ Այո, որտեղ եթե անընդհատ սկսենք պրոտեին այնտեղ հավի կրծքամիզձու, հա, շատ առողջարա, շատ ընտիր է, բայց երբ որ այդ մարզիչ էլ չլինի, ես չլինեմ իր կյանքում, մի անգամից էսպես էլ մոռանալու է հավի կրծքամսի մասին, ձվի մասին եւ անցնելու է ածխաջիր։ Դրա համար ածխաջիրը գոնե ինչ որ չափով պետք է ներկա գտնվի ափսեի մեջ, որ նման սրիվեր չլինեն կնոջ մոտ։ Իսկ ապարատային մերսումները, այո, մանավանդ հիմա մեր այս դարաշրջանում շատ լավ ապարատներ կան, որոնք օգնում են ռելեֆին մարմնի, այսինքն ավելի ոչ թե օգնում են նիհարելուն, նպաստում են նիհարելուն, ընդգծել, այո, ռելեֆ տալու, որտեղ ռելեֆը հիմնականում կամ ձեռքի մերսումն է տալիս, կամ ապարատային մերսում։ Հիմա ապարատային սարքերը այնքան են զարգացել, որ ձեռքի մերսման համահավասար ռելեֆ են տալիս մարմնին եւ Երևանում շատ տարածված են։ Կարող եմ առանձնացնել ապարատային սարքերից, որը ամենաէֆեկտիվն է, այգունը, որը ոչ միայն նպաստում է մարմնի ռելեֆ ձևավորելուն, այլ նաեւ արագացնում է մետաբոլիզմը։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև կարող եք մեզ գտնել Spotify-ում եւ Apple Podcast-ում։ Այկունի մասով ասեմ, որ իրոք շատ-շատերի մոտ սպասում է, որ օրինակ այկունի պետքա գան ու նիհարեն։ Ու ուտեն ամեն ինչ, մեկ այսօր այկուն եմ արել, այսօր կարամ այս ուտեմ, չմարզվեն, չքայլեն, չշարժվեն ընդհանրապես, նույնիսկ սովորականից ավել ուտեն եւ նույնիսկ ասում են իսկ արդյունքը ինչքան է պահպանում, ես միշտ ասում եմ այնքան, ինչքան դուք չեք հավաքում նոր քաշ, ու իհարկե այս կողքից բոլոր բաները պետքա լինեն, դրենաժի ապահովումը ջրի ճիշտ ընդունման, ճիշտ սննդի հետ համադրության մեջ, գիտեմ որ դրան էլ է շատ ուշադրություն դարձնում ջուր սնունդ այդ հարաբերությանը ու ասեմ որ կարամ ասեմ որ գաղտնիքներից մեկն է քո ճիշտ սննդակարգի, հա, որովհետեւ մտերիմները հարազատները ովքեր սնվում են քո ռեժիմներով ասում են որ հենց ջուրը խախտում եմ, կանգնում է շարժը եւ այլն, ջուրը շատ կարեւոր է։ Առաջին կետն է, հենց ճիշտ քաշ կորցնելու։ Իսկ այկունի վերաբերյալ կամ առհասարակ սարքերի վերաբերյալ, այո, սիրելիներս դա ձևավորում է ձեր մարմինը, ճիշտ է, օգնում է, դա ոգևորում է, դա առողջություն է հաղորդում մաշկին, մարմնին, ձգում է մաշկը, թույլ չի տալիս որ քաշի կորստի պատճառով օրինակ մաշկը կախվի, հա, այդ ընթացքում, բայց նիհարել, կորցնել օրինակ 20-30 կիլոգրամ միայն սարքի միջոցով, ով որ ձեզ կասի այդպիսի բան, դա խաբեություն է։ Անկամ եթե դեղամիջոցներով են նիհարում, միևնույնն է, side effect-ներ միշտ են լինում։ Այո, պարտադիր պետքա նախասկվի բժշկի կողմից, երկրորդ պետքա ցուցումներ ունենա մարդը եւ երրորդ պարտադիր ուղեկցվի ճիշտ սննդակարգով այս ամեն ինչը կոմպլեքս մոտեցման մեջ է։ Անի ջան, կուզեի ասեիր 3 տարածված սխալ, հա, դա կլինեն սուպերֆուդեր, ինչ որ սովորույթներ եւ այլն, որ մարդիկ մտածում են, որ դա շատ առողջ ձև է սնվելու, շատ առողջ սովորույթ է կամ սնունդ է, բայց իրականում այդպես չի։ Իհարկե, սիրով։ Առաջինը սխալ նախաճաշերն են, երբ որ երկու սպիտակուց խառնում են իրար, օրինակ սերուցքային պանիր ձվով կամ ամենատարածված սխալը, որ ես պայքարում եմ դրա դեմ, սերուցքային պանիրը սաղմոնի կամ իշխանի ֆիլեի, ձկան ֆիլեով, երկու սպիտակուցները ամենասխալ սննդային սովորությունն է։ Մի տեսակի պետք է լինի, այո, հատկապես նախաճաշին, որտեղ օրգանիզմի չի հասցնում։ Դու կարող ես քո նախաճաշի սպիտակուցի չափաբաժինը բաժանել մասերի, նախաճաշ, ճաշ, ընթրիք, բայց որ այդ ամբողջը նախաճաշին անես, դա մի քիչ ծանրաբեռնվածություն է լինում օրգանիզմիդ վրա։ Դա երևի առաջինը, երկրորդ սխալ սովորությունը սննդային
երևի թե որ էլի եկել է մանկուց, որ մենք միշտ մտածում ենք երկրորդ ափսեն ուտելու մասին, այսինքն մեզ այդպես են չէ սովորացել, եթե չես կշտացել մի հատ էլ տամ, իսկ մենք չենք փորձել ենք չմերժել մայրիկին, որ իրեն չնեղացնենք, իսկ օրինակ ինչ են նորից եվրոպացիներին անդրադառնամ, իրենք մեկ ափսեով են ուտում, այսինքն ծեղանին ինչ կա, լցրեցին ափսեի մեջ եւ կերան, իսկ մեզ մոտ այդ երկրորդ ափսեն պահանջելու սովորությունը միշտ եղել է, խորհուրդ եմ տալիս, որ միշտ մեկ ափսե լինի, այսինքն ափսեի մեջ դասավորված ուտելիքները նույնիսկ չափսը, չէ, ասում են կապունի ցանկալի չի, որ շատ մեծ ափս, շատ փոքր ափսեներ Փոքր չէ, լինի։ պետք չի, այո, մեծ ափսե պետք է լինի, մեծ սպիտակ ափսե, որ վիզուալ ոչինչ չխանգարի եւ ամեն ինչ լցված լինի, այսինքն եւ բջջանքը, եւ ածխաջուրը, եւ ճարպը։ Ուղեղի մեջ բաժանես, հասկանաս արդյոք բալանսավորված է կերել ամեն ինչը։ Այո, այդ երկրորդ ափսե պահանջել է եւ երրորդ սննդային վարքը վատ, երևի թե ջրի մասով կարող եմ ասել, որ մեզ մոտ սովորություն չի եղել ջուր շատ խմել, հիմա արդեն սկսել ենք եւ կամ եթե խմել ենք անմիջապես ուտելուց հետո կամ ուտելու ընթացքում ինչ-որ համարվում է նորմալ եւ ճիշտ, չէ, որ խմում են ուտելու ընթացքում հեղուկ խմել, երևի խորհուրդ կտամ, որ ջուրը դարձնել կենսակերպ պարտադիր 2-ից 3 լիտր հիմա այս սեզոնին, իսկ ընդհանուր առմամբ արդեն աշնանաձմռանը գոնե մինչև 2 լիտրը լինի մարդու։ Բայց ոչ սննդի հետ անմիջապես։ Ոչ, ունի իր հստակ ժամերը ջուր խմելու։ Ու 3 կետ, որ եթե կախարդական փայտիկ ունենար, շատ կախարդական իրավիճակը հաշվի առնելով, որ այս վերջերս նույնիսկ մի հատ հետազոտության մասին լսեցի, որ 50 երկրներ Եվրասիայում ուսումնասիրվել են ու Հայաստանի երեխաները առաջին տեղում են ցավոք շաքարի օգտագործման մասով։ Եթե կախարդական փայտիկ ունենայր, այս 3 սովորություն մեր ընտանիքներում, որ կփոխեիր ու ինչ կդարձնեիր դրանք։ Ես առաջին հերթին սառնանից կհանեի processed մսամթերքը, վերամշակված մսամթերքը։ Դա երշիկ եղերն է, ես մի վարքյանում բոլոր արտադրողների հետ կռիվ կանեի, որովհետև դրա մեջ միս չկա։ Երկրորդը ինչ կփոխեի մայրիկների վախը, որ եթե բալիկս քաղցր ուտի, ապա միանգամից շաքարային դիաբետ կունենա, ես ուզում եմ ասել, որ նման բան չկա, եթե բալանսը ճիշտ պահեն մայրիկները, շատ են վախենում մայրիկները դրանից եւ դա ավելի վատ ազդեցություն է ունենում, ավելի կտրուկ է լինում եւ երեխան թաքուն է ուտում։ Ես նման բուժառու ունեի, որ գնում էր սուպերմարկետներից բալիկը գողանում ուտում էր այդ քաղցրավենիքը եւ հետո մայրիկին տեղակ էին պահում, որտեղ մայրիկը տանը արգելում էր։ Որ վախերը հանեն, առանց վախերի փորձեն երեխային ճիշտ սննդային, այո, սովորություններ ձևավորել։ Եվ երրորդը ինչ կմտցնեի, որ ավելի մոտ լինեն բնությանը, այն ինչ բնությունն է տալիս, բանջարեղենից սկսած, մանավանդ մեր Հայաստանում շատ օգտակար մթերքներ կան, մեր մսամթերքը լավագույնն է, մեր բանջարեղենը, միրգը ամենալավն է, կաթնամթերքը, խուսափեն խանութներում այդ կոնֆետներից գունավոր, տարբեր տեսակ, տարաների վրա երկար ժամկետ ունեցող բոլոր մթերքներից խուսափեն այդ կոնսերվացված մթերքներից եւ ավելի բնականին մոտ լինեն բնության, որտեղ վերջի մենք դրան ենք գնալու, որ մենք ավելի մոտ ենք լինելու բնությանը, որ ավելի առողջ լինենք։ Շնորհակալություն Անի, շատ հարուստ զրույց էր։ Ըստ բոլորին հետաքրքիր կլինի հետևել եւ որոշ բաներ բացահայտել իրենց համար եւ գուցե վերանայել։ Այո, ես էլ եմ շատ շնորհակալ, Աննա ջան, շատ հաճելի էր։ Ինձ նույնպես։